երբ 5G-ին հասանելի կլինի։ 5G առումով մենք հատուկ սկսեցինք մաքսերից, որտեղ Հայաստանը միայն Երևան չէ, մայրաքաղաքից փախուստը չկա, բայց պետք է միշտ մարզերից սկսել, որ դառնա այն ինչ իրականացվում է ամենուր բոլորի համար։ Սա նախորդ տարեվերջն էր, երբ մեծ հետ զրույցում Ռայֆ Ֆիրիկյանը պատմում էր Յուքոմի հավակնոտ ծրագրերի մասին ու ներկայացնում կատարվածը։ Թոփ թեման 5-րդ սերնդի ցանցն էր։ Արդեն այսօր հեռահաղորդակցության կանաչ օպերատորի կայուն շարժական կապը հասանելի է բնակչության 94.5%-ին։ Արդեն ունենք մենք բոլոր Հայաստանի քաղաքներում 5G ծածկույթ, բացի ամենափոքր քաղաքից, որ իր հերթը կգա մյուս տարի Դաստակերտը, որը Սյունիք մարզում է, իսկ մոտավորապես 600 կամ 600-ից մի քիչ ավել բնակավայրերում արդեն կա 5G-ին, արդեն բոլոր պետական անցագետերում, սահմանային անցագետերում մենք ունենք 5G ծածկույթը եւ որոշ մայրօղիների վրա կա եւ մայլեր ռիզորտում ու իհարկե նորից ուզում եմ կրկնեմ, որ այս աշխատանքները մենք շարունակելու ենք 2026-ին, որտեղ առաքելությունը չի ավարտվել։ Յուքոմը 2025-ին խորացրել է ռազմավարական համագործակցությունը ոլորտի մի շարք համաշխարհային առաջատարների հետ։ Արդյունքում հիմք է դրվել արհեստական բանականության ներդրմանը, հաճախորդների հեռահար սպասարկման ծրագրային լուծումներում։ Գործարկվել է Uplay ժամանցային հարթակը, ինչպես նաև մեկնարկել է հաշվարկային համակարգի թվային վերափոխման գործընթացը։ Եկող տարվա ընթացքում մենք ունենալու ենք նոր զանգի կենտրոնի հարթակ եւ այդ հարթակն ունենալու է մեջը վերլուծական գործիքակազմ, որը աշխատում է եւս արհեստական բանականությամբ, այսինքն մենք ոչ թե խոսում ենք թվային փոխագերբում, մենք իրականացնում ենք թվային փոխագերբումը, հարթակները սկսում են կամաց փոխել, որը գործի նոր տեխնոլոգիայով, նոր տեխնոլոգիական մտածելակերպով։ Ընթացիկ տարում աճել են Յուքոմի ֆիքսված ինտերնետի, ֆիքսված կապի ու շարժական կապի բաժանորդների թիվը, հետևաբար նաև ընկերության շահույթը, եկամուտները ու հաճախորդներին լավագույն փորձառությունն առաջարկելու պատասխանատվությունը։ Միշտ բաժանորդը պետք է ակնկալի նոր առաջարկություն, նոր ծառայություններ։ Մենք եւ որ ավարտենք աշխատանքը մեր ցանցի վրա համարյա դառնա բոլոր դեղը իրականացված modernization եւ 5G-ին հասանելի լինի եւ զուգահեռաբար մենք ունենանք նոր billing համակարգը, այն ժամանակ առաջարկությունները այլ են լինելու։ 2026-ին Յուքոմը կշարունակի սահմանել զարգացման նոր նշաձող, Հայաստանի բնակչության համար երկարաժամկետ զարգացում եւ կայուն ծառայությունների մատչելիություն ապահովելու, Հայաստանի թվային ապագայում շարունակական ներդրում ապահովելու առաքելությամբ։